Հայրաքելական եկեղեցին զավթած բարձրաստիճան հոգևորականների, այդ թվում ճակերտավոր վեհապարի խնդիրը պետք է շուտապույտ ունենա հանգուցալուծում։ Ես մի քանի անգամ ասել եմ, ես ինքս երբեք կորոնավոր չեմ եղել, ես ինքս երբեք չեմ կարող չտեսնել հայրաքելական եկեղեցու գործունեության բազմադարյան բազում լավ պահեր, դրական պահեր, ազգանպաստ պահեր, բայց իմի բերելով պիտի ասեմ, որ հազարավոր են դեպքերը, երբ հայրաքելական եկեղեցու բարձրաստիճան հոգևորականները վեհապարի գլխավորությամբ խնդիրը չի վերաբերում այս ճակերտավոր վեհապարին, որտեղ ես սրան որպես վեհապար չեմ ճանաչում, որոնք կատարել են օտարի քմահաճույքները, օտարի ցանկությունները, սկսած Շահ-Աբբասի արշավանքների ժամանակ, սկսած Օսմանյան կասերերի ժամանակ, ուրեմն Աբդուլ Մեջիդից սկսած, մինչև Աբդուլ Համիդ, Պոլսո պատերյարքների, ուրեմն հեզա համբյուր մոտեցումները եւ հատկապես նաեւ ռուսական կայսրության շրջանակներում սկսած Ներսես աշտարակեցուց մինչև Վազգեն վեհապար, որոնք իհարկե շատ դեպքերում նաև ցույց են տրվել իրենց պարկեշտ նկարագիրը, սա էլ պարտավոր եմ ասելու։ Հայմատել Վազգեն ներկայիս վեհապարի ճակերտավոր վեհապարի հանդեպ կառավարության վերաբերմունքը, որ կոմունիստների ժամանակ հիշում եք 30-ական թվականներին ամենայն հայոց կաթողիկոս երջանկահիշատակ Խորեմ Մուրադբեկյանի հանդեպ Սավանով խեղդել եւ այլը, սա համարում եմ անթույլատրելի, սա համարում եմ ստորություն։ Ասեմ ամեն ինչ սկսեց ինչից, եկեղեցին փորձեցին պահել իրենց ճիրաններում մի քանի ազգակործան եպիսկոպոսներ Կտրիշ Ներսիսյանի գլխավորությամբ կամ ուրեմն Մայր Աթոռը զավթած կաթողիկոսի գլխավորությամբ, որը սկսվել է դեռևս 1999 թվականի հոկտեմբերի 27-ին, հենց այդ օրը նրա կերպարը երևաց, այլևս չեմ խոսում նրա ոչ թափանցիկ աշխատանքը, այլևս չեմ խոսում այն 3 եպիսկոպոսների, ուրեմն Վազգեն Գալստանյանի, Աջապահյանի եւ նաեւ իր Զարմիկի գործունեությունը, որը կարծեմ արագացուն թեմի առաջնորդներ, որը հակապետական է եւ ամեն ինչ է։ Եթե Գարեգին երկրորդը նրանց ուրեմն պատվազուրկ, ոչ թե պատվազուրկ, այլ ուրեմն չի լուծարել, նրանց կարգալույս չի արել, ներողություն եմ խնդրում, ապա դա խոսում է նրա սուբյեկտիվ մոտեցման մասին։ Նրա Բելարուս այցելությունը, նրա տարբեր հարթակներում Արցախի թեման շահարկելը, մենք էլ ենք խոսում Արցախի թեմայից, բայց մենք չենք շահարկում։ Նրա բազմաթիվ պահվածք գալիս է այն մտայնությունից, որ նրանք փորձում են վերադառնալ նախկինին, ունենալ իրենց տնտեսական գործունեությունը, ունենալ իրենց ստվերային կյանքը, անբարո, շնաբարո կենցաղը եւ նաեւ սատար կանգնել հակապետական ուժերին հանձինս Ռոբերտ Քոչարյանին, հանձինս Սերժ Սարգսյանին, հանձինս Սամվել Կարապետյանին, որոնք չունեն սեփական կարծիք, որոնք առաջնորդվում են Ռուսաստանի Դաշնության կայսերապաշտական քաղաքական շահերով։ Ամբողջ սա ես վերջացնում եմ եւ ես զավեշտ եմ ապրում, երբ հայ եկեղեցու այսպես կոչված կարգավիճակը, որ եկեղեցին պետք է լինի օրենքից վեր, որը չի թույլատրում, մեկնաբանում է մի կաշառակեր իրավաբան Գևորգ Դանելյան, որը բոլորս գիտենք ինչ անձնական ճոխության մեջ է ապրում, որը բացարձակապես պատկերացում չունի ինչ է հայոց պատմությունը եւ ինչ է հայ եկեղեցին։ Եվ տեսեք ինչ է ասում է, որ ուրեմն դատավորը կամ դատարանը իրավունք չունի ուրեմն եկեղեցու հարցերը քննել։ Տեսեք, կոմունիստների ժամանակ խորհրդային շրջանում մենք ունեցել ենք հայ եկեղեցու գործերի վարչություն, կրոնի գործերի վարչություն, որոնք նույնիսկ ճիշտ է ղեկավարվել են այնպիսի մարդկանց կողմից, որոնք կենտկոմից թոշակի են անցել կամ չեն համապատասխան հիերարխիայով ստորակարգությամբ չեն բարձրացել, Կարլեն Դալաքյան, Ստեփան Վարդանյան, շատ շատերին ես ճանաչել եմ, Բալաբեկ Մարտիրոսյան,
Դոլորես Հովանիսյան, Դարչո Հովանիսյան եւ այլը։ Խորհրդան բանը հետ բանը անկախության շրջանում եւս ունեցել ենք Լյուդվիգ Խաչատրյան ԱԺՄ-ի անդամ, որը հայտնի հետախույզի Հայկ Բադալի Հովակիմյանի թորան ամուսինն է, որին լավ ճանաչում եմ, եւ կարծեմ նաեւ այնտեղ եղել է Սերգեյ Վարդանյանը համշինահայերով զբաղվող եւ նաեւ Հրանուշ Խառատյանն է եղել։ Եվ դուք ինչ եք կարծում, եթե կառավարությունում ունեցել են համապատասխան բաժին եւ ծառայություն, ապա դա չի նշանակում, որ պիտի այդ աշխատանքները համակարգվեր։ Բացի դրանից եկեղեցու կանոնադրությունը հաստատված է Հայաստանի Հանրապետության արտաքին արդարադատության նախարարության գրանցամատյանում, ռեգիստրում։ Այսինքն ինչ է, հայ առաքելական եկեղեցին վեր երկրյա կառույց է, վեր բանը տրանս սահմանադրական կառույց է, հա սահմանադրությունից վեր եւ օրենքից վեր պիտի գործի այդպիսի բան լինել չի կարող, հենց դա է, որ հայ առաքելական եկեղեցին դրա մասին չէ, առաքելական եկեղեցին մոտեցման վերաբերյալ եկեղեցին բռնազավթվել է, ուզուրպացվել է մի քանի եպիսկոպոսների կողմից եւ ես ասում եմ քննադատում եմ շատ խիստ կառավարության եւ Նիկոլ Փաշինյանի գործունեությունը հայ առաքելական եկեղեցին զավթած մի քանի եպիսկոպոսների եւ հատկապես ճակերտավոր վեհապարի հանդեպ նման հանդուրժողականությունը եւ ասում եմ ելնելով մեր հավատքի հետագա մակրության 100,000-ավոր մեր ժողովրդի եւ Սփյուռքի 100,000-ավոր հավատացյալների շահերից պետք է այդ խնդիրը շուտապույտ ունենա հանգուցալուծում։ Այդ կերպ լինել չի կարող համակարգը եւ մենք պետք է սպասենք իրավապահ համակարգը զբաղվում է, մենք պետք է սպասենք։ Եվ ես կարծում եմ նրանց տեղը կամ պիտի լինի վաստակած հանգիստը, կամ պիտի լինի դատարանները եւ քրեակատարողական հիմնարկները։ Վերջերս էլ տեսեք պետական համալսարանում վայնասուն են բարձրացրել, որ նախկին դեկանը, որը մի քանի տասնամյակներ ղեկավարել է, ասում են պայմանագիրը չեն երկարացնում։ Տեսեք ինչ եմ ասում, նրա պայմանագիրը ոչ թե պիտի չերկարացնեն, նրա պայմանագիրը չերկարացնելը դա համարվում է նրա համար մեծագույն հաղթանակ։ Մարդ, որ իր տղայի չձերբակալել է կամ դատարանից ազատ արձակել է, համարեց, որ Հայաստանում արդարադատություն կա։ Բա դուք ինչ եք ուզում, 30 տարի դուք եք ղեկավարել, դուք եք տվել այդ արտադրանքը, ճակերտավոր կներեք, ներողություն եմ խնդրում, հիմա ձեր պայմանագիրը ինչ համար երկարացնեն, դուք պիտի ոչ թե պայմանագիրը երկարացնեք, դուք պիտի աղոթեք, որ դուք սրանով ձեզ ուղարկում են վաստակած հանգստի, որտեղ ձեր կատարած դրամաշորտման, կաշառակերության, то չգիտեմ կահույքով, ցեմենտով ձեր բազում մոտեցումները ուսանողների հանդեպ բերել են մեր երկրում իրավական ճգնաժամի։